մենք ունեցել ենք հնարավորություն, բայց դուք այդ հնարավորությունը անտեսել եք, թողել եք հետևում։ Ես նորից ուզում եմ անդրադառնամ ադապտացիայի խնդրին։ Ադապտացիա դաշնակցություն ունեցել է, երբ որ Թուրքիայում, երբ որ իշխանությունը ձևավորում, ինքը այնտեղ 10-14 պատգամներով ներկայացված է եղել։ Այսօր խոսվեց, որ այդ ներկայության պարագայում իրենք ունեցել են շանս քաղաքական ադապտացիա իրականացնել եւ կարողանալ պետություն չունենալու պարագայում կառավարել մեր երկրի, ուրեմն մեր ժողովրդի անվտանգային խնդիրները։ Իհարկե, դաշնակցությունը անուրանալի նաեւ խմբեր ակտիվորը, որպեսզի այդ խնդիրը լուծեն։ Դրանք ֆիդայական խմբեր են եղել, բայց որտեղ որ իրենք հաջողել են, ասենք Վանի պաշտպանությունը, Արամ Մանուկյանի շնորհիվ եւ այդպես շատերը, բայց նաեւ մենք կորցրել ենք այն մտավորականներին, որոնք այդ խնդիրը դրված էր եւ իրենք պետք է լուծեին, չի ստացվել։ 90-ականներին, պարոն Ռուբինյան, ես ասեմ, որ հարթակում ես եղել եմ եւ պարոն Գեղամ Մանուկյանը եղել ուսանողական շարժման, երբ որ այն ժամանակվա քաղաքական դեռ իշխանության չեկած Ղարաբաղ կոմիտեն Լեոն Տեր-Պետրոսյանը առաջարկ արեց Հայաստան վերադառնան բոլոր կուսակցություններին, առաջին հերթին Հայ Հեղափոխական դաշնակցությանը, Ռամկավար ազատական կուսակցությանը եւ Հնչակյան կուսակցությանը։ Իհարկե դրանից հետո ծնվեցին այն անորոշությունները, որ էլի ադապտացիայի բացակայության խնդիր էր։ Դաշնակցությունը կողմը լալով դեմը լավ։ Հիմա կողմ ու դեմի խնդիրը չէր։ Պետք է ճիշտ գնահատեին պահը եւ այդ գնահատականի շնորհիվ իրենք կարողանային այստեղ Հայաստանում մաս դառնային դեպի անկախություն գնացող մեր օրակարգին։ Չի եղել։ Դուք հիմա 004 բանաձևն եք ասում։ Այո, դրանք կան։ Բազմաթիվ օրինակներ ես կարամ բերեմ իրենց հաջողված, պետության համար աջակցությունից, սկսած կարողացել են նաեւ ազատագրական պայքարի Արցախի հետ կապված նաեւ զենք հասցնեն Արցախ։ Բայց նաեւ եղել է հակառակը, ափսոս իրենք այստեղ չեն։ Զենքը տրվել է նրանց, ովքեր դարձել են դաշնակցականներ։ Դա էլ է շահարկվել։ Բայց հիմա դա չի հարցը։ Հարցը նա է, որ այսօր այն շանսը, որ Հակոբ Մովսեսը տվեց նաեւ դաշնակցության եւ դարձավ դաշնակցության թեմա։ Իրենք են բերել այս հարցը։ Ընդ որում ամենահին դաշնակցականը այստեղ դաշնակցության խմբակցության մեջ Գեղամ Մանուկյանն է։ Եվ Արմեն Ռուստամյանն է։ Արծվիկ Մինասյանն ինքը ընդունեց, որ ինքը նոր դաշնակցական է։ Եվ դաշնակցական դարձել այն ժամանակ, երբ որ արդեն Հայաստանում ներքաղաքական իրավիճակներում եղել է այնպիսի իրավիճակ, երբ որ կոալիցիոն կառավարություն պետք է կազմեր եւ այնտեղ նաեւ կադրային առաջխաղացման հնարավորությունները բացվել շատերի համար։ Ես իմ ելույթը, որ sense վերնագիր դնեի, երևի դնեի մի ուրացիր եղբորդ, հատկապես Լիլիթ Գալստյանի ելույթից եւ Քրիստինե Վարդյանի ելույթի այդ բովանդակությունը լսելուց առաջ։ Չգնահատել այն սերունդի մտավորականների այն թողաջառանգությունը, որով մենք պետք է հպարտանանք, դա անթույլատրելի է։ Բա ինչով պետք է հպարտանանք։ Խարդավանքներով։ Չէ, երբ որ պետականություն չենք ունեցել, արդարացված էին որոշ զարգացումներ, հա, բայց երբ որ ունենք պետականություն, ցեդակրվեց, երբ որ 18-ից 20 թվականին դաշնակցությունը իշխանություն էր, զենքի վրա երթվելը դեռ մնացել էր, թե չէ։ Իրենք ընկալել են, որ պետություն, արդեն պետություն ենք։ Եվ զենքի վրա երթվելը, ինչե հիմա եթե շարունակում ենք, դա խանգարում է իրանց առաջ նայելու։ Ես ընդմիջմանը նաև մեր հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանից ցեդակվեց այդ զենքի վրա երթվելը, այդ ավանդույթը որ թվին է դրվել եւ ինչի է շարունակվում, որտեվ դա ըստ էության իրենց խանգարում է եւ Հակոբ Մովսեսը դա երբ որ հիշատակել է, իրանք պետք է դա վերցնեն եւ իրենց ապագա քաղաքական օրակարգը ձևավորելուց պետք է կարողանան այդ խնդիրների առնչությունից իրենց դուրս դնել։ Հակոբ ջան չեն արել, չեն անելու հիմա, որովհետև ափսոս Տիգրան Պարսիլյանը այստեղ չի, այնքան կարևոր մի հատ հարց դրեց, ասաց լավ, դաշնակցությունը ամենամեծ ֆրակցիան ունեցել է հիմա։ Վերջը դաշնակցության լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, թե չէ։ Միշտ կասկած է եղել, որ Հունաստանում Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ պահի պարոն Աղազարյանի ափսոս այստեղ չի, անդամագրվել է դաշնակցության կուսակցության շարքերը։ Դա իրականությունն է, թե չէ, այսպես ռետորական բան եմ հնչեցնում, որի պատասխանը կակնկալեմ եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանի կողմից։ Դա իրականությունն է, թե չէ։ Հակառակ դեպքում չի բացատրվում, որ Հայաստան խմբակցության ամենամեծ
քանակի անդամներ ունի դաշնակցությունը, բայց դաշնակցությունը չունի իր առաջնորդը։ Չէ՞ որ Արմեն Ռուստամյանը ըստ էության բյուրոյի ներկայացուցիչն է, գուցե Արմեն Ռուստամյանը պետք է լիներ։ Հիմա խոսում են երթվել, չի երթվելուց։ Իշխան Սաղաթելյանը երթվել է այստեղ։ Ես ինչքան հիշում եմ, չի երթվել։ Մի պատգամավոր ունենք, որ մեջքով էր նստում։ Ինչքան հիշում եմ, նա էլ չի երթվել։ Ինչի չի երթվել, բա պետությունը ուր մնաց։ Բա պետության նկատմամբ մեր ընկալումները որտեղ մնացին։ Երթվելը այսօր տեղափոխվել է մեր զինված ուժեր։ Զենքի վրա պետք չի երթվել։ Պետք է երթվել զինված ուժերում, երբ որ զորակոչվում ես, եւ դու 1 ամիս հետո պետք է երթվես զենքը ձեռքիդ հայրենիքին պաշտպանությանը անվերապահորեն նվիրվելու համար։ Բա հենց այդտեղ է պետությունը։ Իրանք երթվում են ինչ-որ անորոշ, մեկ-մեկ էլ ասում է բան չի, մաուզեր չի, մաուզերն էլ մարտական չի, եթե մարտական էլ չի, դանակ կարա լինի եւ այլն պատարակախ եւ այլն, դա չի լինում։ Դա հոգեբանություն է, մի երթվեք։ Եվ մահը եւ ազատությունը մի կապեք իրար հետ։ Մարիան Կարապետյան շատ գեղեցիկ ասես ազատությունը բերեք առաջ, մնացածը ինքը կծառայի այդ նպատակին եւ կհասնեք դրան։ Իմ ասածը հետեւյալն է, ես բնականաբար չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովը տվել է եզրակացություն, որտեղ տեսել է Հակոբ Մովսեսի ասացի մեջ, կարող է եւ տեսել է, բայց ես ինչի չեմ տեսնում, որտեղ ես ուզում եմ տեսնել, որ Հակոբ Մովսեսը, որը ընդունեց, որ ընդունել է, նաեւ գրավոր, որ այդտեղ խնդիր կա, միաժամանակ իմանալով իմ լավ բարեկամին, ինքը ըստ էության չի կարա չլինի Հակոբ Մովսես։ Իրանք անդադ ստիպում են, որ լինի Հակոբ Հակոբյան, ինչպես Զանգեզուր ֆիլմը հիշում եք, Նժդեի մասին, երբ որ անդադ ասում են, այ դուք լինել Հակոբ Հակոբյան։ Ժողովրդի հիշողության մեջ մնացել է, ոնց որ Սարոյան եղբայրներում Ռուբինյանը ասեց ինչ որ կտորի մասին, բա Ռուբինյան, բայց Սարոյան եղբայրում մի հատ հրաշալի կտոր կա, ուշադիր նայեք, միշտ նայում եմ։ Դա գերեզմանում, պապի գերեզմանին նստած Հայկի ու Գևորգի երկխոսությունն է։ Դա գրել է Հրանտ Մաթեոսյանը։ Դրա համար դա տարբերվում է մնացած սցենարի բոլոր դրվագներից։ Այնտեղ խորը բան կա դրված։ Սկսած տիրոջ զգացումը, այդ պահին մեր ժողովրդի վիճակը, Գևորգի եւ Հայկի կերպարը շատ ճիշտ եք ասում, այո։ Այդ հակասականության մեջ մենք Գևորգից անկախության, պատկերացումները կորցնելով դարձանք Հայք։ Եկեք ճիշտ գնահատենք նաեւ շանս էր տրված մեր ընդդիմացի գործընկերներին, գուցե վերադառնան դահլիճ, ինչի լքեցին, որովհետև Աննա Գրիգորյանի ձայնի իրավունքը ըստ կանոնակարգ օրենքի պահանջի հնարավոր չէր ձայն տալ, արտոնյալ չպետք է չլինի։ Այսինքն Աննա Գրիգորյանի ձայնը ավելի կարևոր էր, քան թե այն հարցի քննարկումը, որը մենք այստեղ պետք է ունենանք։ Խորին հարգանքով Աննա Գրիգորյանի պատրաստած տեքստի, որ ինքը գրավոր կարող է ներկայացնի այն բոլոր լրատվամիջոցներին, որը գտնում է իրենց ազդեցության գոտում։ Ես կներեք վերջում, բնականաբար հաշտ չեմ հակակոռուպցիոն